Թուրքիայում անհանգիստ հետևում են Հռոմի Պապի հայաստանյան այցին։ Լրատվամիջոցների արձագանքին հետևել է պաշտոնական Անկարայի արձագանքը։ Երևանում Ֆրանցիսկոս Պապի հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը Էրդողանի կառավարությունից մեկնաբանել է փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին։ Թուրք պաշտոնյան Պապին մեղադրել է ստախոսության եւ խաչակրաց մտածելակերպի համար։ Հռոմի Պապի հայտարարությունը մեծ դժբախտություն է։ Պապի գործողություններում կարելի է նկատել խաչակրաց մտածելակերպի հետքեր։ Նրա արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Դա բոլորը գիտեն, հայերն էլ գիտեն։ Նպատակը Թուրքիան մեկուսացնելն է։ Թուրքական լրատվամիջոցներն արագ տարածել են փոխվարչապետի ժխտողական հայտարարությունը որպես Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում։ Անկարային Երևանում պատասխանել է Հռոմի Պապի խոսնակը։ Ֆեդերիկո Լոմբարդին Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը որակել է անհեթեթություն։ Եթե որևէ մեկը ուշադիր լսի Պապի ասածը կամ կարդա գրածը, կտեսնի, որ այնտեղ ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես խաչակրաց արշավանքի ոգի կամ պատերազմի ոգի։ Պապի իրական մտադրությունն է խաղաղության եւ երկխոսության հիմքեր գցել։ Նա աղոթեց, որ հաշտեցում լինի։ Պապը թուրք ժողովրդի դեմ ոչինչ չի ասել։ Թուրքական մամուլում եղել են նաև հրապարակումներ Պապի խորհրդանշական քայլերի մասին։ Թուրքական հայտնի Միլիետ թերթը գրում է, որ Ֆրանցիսկոս Պապը աղոթել է Թուրքիայի եւ Հայաստանի միջև հաշտեցման համար։ Հրապարակում հավաքված մարդկանց Պապը դիմել է հետևյալ խոսքերով. այսօր խաղաղության առջև որքան էլ խոչընդոտներ լինեն, որքան էլ պատերազմի հետևանքները ողբերգական լինեն, ցանկացեք խաղաղություն ու եղեք հաշտեցման աջակիցներ։ Դա Աստված հայ եւ թուրք ժողովուրդների միջև հաշտեցում լինի, իսկ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն տիրի։ Ընդդիմադիր դեմոկրատ Հաբեր-կայքը մեջբերել է Ծիծեռնակաբերդում Պապի խոսքերը, որ հիշողությունները չպետք է մոռացվեն։ Լրատվամիջոցը շեշտել է, որ Պապի մեծ եղերն արտահայտությանը հետևել է նաև ցեղասպանություն բառը։ Թուրքական NTV հեռուստալիքն ու Սոնդակիկա կայքը նույնիսկ տեսանյութ են հրապարակել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման համար աղոթած Հռոմի Պապի մասին։ Սակայն Հռոմի Պապի խոր վիրապ գնալուց ժամեր առաջ սխալմամբ նշել են, որ Ֆրանցիսկոս Պապն աղոթել է հայ-թուրքական սահմանին շատ մոտ խոր վիրապի վանքում։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։